Միացրի տեսախցիկը, որ ասեմ առավոտյան արթնացել եմ բոլորից վաղ, որ կարողանամ հանգիստ պատրաստվել, հավաքել իրերը, բայց այս ընթացքում Առնոն արթնացավ, Էմին արթնացավ, հիմա Ադանն էլ կարթնանա, կարծում եմ, հույս ունեմ, որ իրանք ինձ չեն խանգարի, ես կկարողանամ հանգիստ հավաքվել, որովհետև երեկ ոչ մի բան չեմ արել ու ուզում էի նաև հանգիստ սկսել այսօրվա վլոգը եւ ասել ողջույն ու բարի գալուստ իմ YouTube-յան տեսալիք բոլոր նրանց, ովքեր ինձ առաջին անգամ են տեսնում, ես Նայցյան եմ, ուրախ եմ ձեզ ողջունելու իմ ալիքում, հուսամ կհավանեք այս վլոգը եւ կդառնաք մեր YouTube-յան ընտանիքի անդամ։ Մենք գնում ենք Կոչի կարծես, որ это խցասը չսիկուն է, որտեղ զուգարարց կա։ Պատկերացնում եք, չէ՞ ինչ խառը պատրաստությունների մեջ են, քանի որ ես գիշերը ընդհանրապես ոչ մի բան չէի արել, Սոսեն շատ անհանգիստ էր, 5 րոպեն մեկ արթնանում էր ու ես որոշեցի ուղղակի չտանջել ոչ ինձ, ոչ իրեն եւ ոչ մի բան չանել, գնացի Սոսեի հետ քնելու ու հիմա այստեղ sense խառը իրեր եմ դրել, այստեղ պայուսակա Սոսեն Էմինը Առնոն, այստեղ էլի sense հագուստներն եմ արդուկել դրել, որոնք որ հիմա պետք է հագնեն երեխեքը գնալուց, Առնոն որոշել է, որ իր կռան մեքենան ա ուզում տանի, Ադյալ եմ վերցրել, մի 2 տարի եմ վերցրել, շտատիվս պարտադիր, եգիպտացորեն եմ վերցրել, որ այնտեղ խաշենք, մնացածը արդեն խանութից կառնենք, այս պահին սա կար միայն տանը, շատ բան չենք վերցնելու ու այստեղից չենք անի առևտուրը, կգնանք այնտեղ կանենք, իմաստ չունի այստեղից լցնել մեքենան տանել, այս մի 2 տակդիրը դնեմ Սոսեի պայուսակի մեջ, չմոռանանք, այստեղ իմ հագուստն եմ արդուկել, որ պետք է հագնեմ, Սոսեի հագուստը, էլի պայուսակ, մի խոսքով sense լիքը խառը, քո ակնոցի տամ, անպայման, ուրա, այսա, չէ, այս էլ Ադանինն է, այդպիսին ապել, գնացինք, որոշեցինք ներկա գտնվել Ստեփանավանում անցկացվող խորովածի փառատոնին, հիանալի առիթ է ընտանիքով Ստեփանավանը բացահայտելու, ես այնտեղ շատ եմ եղել, մոտ 2 տարի առաջ էլ առանց ամուսնուս երեխաների հետ հանգստացան Գյուլագարակում, որտեղից եւս ալիքում ունեմ վլոգ, կարող եք նայել, շատ հետաքրքիր է, դե իսկ այս անգամ արդեն գնում ենք մեր մեծ ընտանիքով Սոսեի ու ամուսնուս հետ, ես նախապես ամրագրել եմ տնակ գիշերակացի համար, երեխաների հետ կարծում եմ մի փոքր դժվար կլիներ հասնել Ստեփանավան ու այդքան ճանապարհը նույն օրը հետ վերադառնալը, դրա համար որոշեցինք գիշերել Ստեփանավանում։ Եվ այսպես ընկնում ենք ճանապարհ պատկերացում անգամ չունենալով, թե մեզ ինչ է սպասվելու ընդամենը րոպեներ անց։ Ահա որ վիճակ է, երևի կես ժամ արդեն կանգնած ենք ստեղ, խցանում եմ մի այլ կորքի, անմարդկային, բացարձակ ճամփեքը չի բացվում, մարդիկ արդեն մեքենաներից իջնում են, չգիտեն ինչ անեն, Էմինս իրեն զբաղվում գտավ, Էմին, ոնց ես? Լավ, Երգ լսում, Առնոն չգիտեմ, խիանվում, խեսնվում բալես։ որտեղ ես շատերն չի թողում իմ գլուխը տնեմ։ Վայ, Ադան ջան, բայց հոգնում ա երեխայի ալը, բայց մի հատ իրա սիրուն դեմքին է, էլի աչուկները պլպլացրու։ Առնո, իմ սիրուն։ Ադան ջան, թող տնի բալես։ Ռասի դիլիջանով կանքել իմ մորը, սարը բլավ։ Այս էլ Սոսեն, Սոսե։ Բաններ էլի, որ դեն ավտոներ տենում էինք Նադյա։ 45 րոպե է կանգնած ենք արդեն, սենց ահավոր բան, չի եղել երբեք, Ստեփանավանում ֆեստիվալ է, ու գոնե թե պետք է հոգային, որ մեքենաները նորմալ այս օրով հասնեին տեղ, ու հենց այս օրով ինչ-որ շինարարական աշխատանքների պատճառով փակել են ճամփեքը, կոնկրետ ժողովուրդը արդեն կռվում են իրար հետ,
իրար տեղ չեն տալիս, չնայած անիմաստ անգամ կռվել է, որովհետև չես հասկանում են մեքենաներն են, որոնք բրդում առաջ են գնում, մեկը գնում են առաջ ու էլի ինչ-որ պահի կանգնում են, որովհետև հաստատ եթե ճամփեն կապ չունի, մի 3 մեքենայի առաջ կանցնես, բայց մեկը միտեղ ուղղակի կանգնելու ես։ Մատու ես եմ հախա։ Այ մի հատ ահավոր վիճակ է։ Մի կերպ անցնում ենք։ Ստեղ էլ հակառակ ուղղությունն է խցանման մեջ, պատկերացնում եմ արդեն այս մարդկանց վիճակը։ Այ այդ ինչ ահավոր է ժողովուրդ, երևի մի ժամից ավել մենք կանգնած ենք մնացել, պատկերացնում եք, մի ժամից ավել երևի մենք կանգնած ենք մնացել։ Հանիներից մենք արդեն տեղում ենք, այստեղ մարդաշատ է մի այլ կարգի, շոչըտ խիտ անգամ առաջ գնալ չի լինում, երևի թե երկար չենք մնա այստեղ, դուրս կգնանք մեր տնակը, որը որ ես նախապես ամրագրել եմ, երկովան փորձեմ այստեղից ձեզ համար խիքսել։ Արի իրականում շատ հավես վայբ կա, ուղղակի երեխեքի հետ, քիչ դժվար է։ Ադան պապան գնացել է մեքենայի մոտ արդեն, զգույշ չընկնես, Հիմա գնում ենք մեքենայի մոտ ու գնանք մեր այդ տնակը տեսնենք, որտեղ կա մնանք, Էմինը տանջվում է գոտակը։ Արի, գնանք տեսնենք Սոսեն իրեն ոնց է զգում, ուսամ այսօր չենք մրսի, որովհետև պատկակուսներ մեզ հետ չենք վերցրել։ Տարի եկանք ստեղ Ստեփանավան մնալու, այնքան վատ տուն էինք եկել, լրիվ ուրիշ պատկերացումներով էինք եկել, ու եկանք հասանք պարզվեց ահավոր էր ուղղակի, այդ օրը ընդհանրապես չմնացինք անգամ, ոնց եկանք տենց էլ հետ գնացինք, հիմա հույս ունեմ այս մեկը տենց չի լինի։ Մենք արդեն տեղում ենք, եկեք ձեզ ցույց տամ մեր տնակը, քանի շատ չենք ավիրել, քիչ հետո դուրս կգան, գնումներ կկատարենք ու կվերադառնանք, այստեղ շատ ապահով է, կարող ենք անգամ երեխաներին թողնել, նոր գնալ, այսենց սիրուն բակ ունենք, հենց տնակի դիմաց երեխաները կարող են լիքը զբաղվել, այստեղ մտնում ենք ներս, այսենց սիրուն հատված ունենք, որտեղ բոլորս միասին կընտրենք և վաղը կնախաճաշենք, սենց հավես հատված ունենք, որտեղ կարող ենք հանգստանալ, հեռուստացույց, փոքրիկ խոհանոց ունենք, այստեղ սանհանգույցն է, շատ մաքուր, շատ սերիլ, ապահոված անհրաժեշտ բոլոր պարագաներով, այստեղ սենց դարակում ապտեչկա ունենք, երևի թե առաջին անհրաժեշտության դեղորայքով, այստեղ փոխնորդ անկողին ունենք, սրբիչներ, ու այստեղ էլի փոխնորդ անկողին ունենք, այստեղ սառնարան փոքրիկ,
որտեղ հիմա գնումներ կանենք, կտեղավորենք ամեն ինչ, սպասք կա, այստեղ, այս կողմից, հա, կատսանա, այստեղ անհրաժեշտ սպասք, թասիկներ, ճիշտ է, ես ինձ այդ վերցրել եմ տանից, բայց բաժակներ, այստեղ էլ աղվամանն է, և կարող ենք բարձրանալ երկրորդ հարկ, վերևում ունենք երկու ննջարան, առաջին ննջարանը, որը Էմինը մի անգամից իրենով արել, այստեղ կմնան Էմինն ու Ադանը, դա լույսը, հեսա, այստեղ հավեսով գիշեր գիրք կարդաս, չէ? ու կայֆը։ Այս կողքից կարաս հենց քո լույսը միացնես հեսա, հենա, քո կողքից։ Կայֆը։ Եվ երկրորդ ննջարանը հենց դեմ դիմաց, որտեղ մենք կմնանք։ Պատմում ներքևում էլ կարա քնի, բայց ինձ թվում է մեկով կվախենա դրա համար կգա կամ մեր մոտ կամ տղաների մոտ։ Մի բարձրացի էլ, արի գնանք խանութ գանք։ Չէ, բայց մի բարձրացի, հետո կարող է բարձրանաս, չկարողանաս իջնես, արի, արի։ Չեմ կարի խանութ։ Մի արի, մնա այստեղ գնանք գանք, այստեղ մեր իրերն ենք դրել։ Մի բարձրացի, հետո կկանչես մեկին, կասես եկեք ինձ իջացրեք, ոչ մեկ չի գա քեզ իջացնի։ Գնացինք։ Տեղացիներին հարցրինք, մեզ լավ խանութ խորհուրդ տվեցին, թոնրատուն ավելի շուտ։ Տեսնենք կարող ենք այստեղ խորոված պատվիրել, որ տեղում հենց իրենք պատրաստեն։ Մենք չգնանք մեկ էլ այնտեղ տանջվենք։ Արնո, դե հանում բերանից է։ Էրիկան այս թե էլի տնել։ Լավա մի հատ է էլի ախր։ Խորովածի բարձր է կողքի ձեները։ Խորովածի պատվերը արեցինք, եկանք մարկետ, մի քանի բանել էստեղից առնենք, գնանք խորովածը արդեն պատրաստ կլինի։ Կվերցինք։ Այլ տանեք եսի դրանք մեքենա, կատենակ ուրիքին կողքարակ կա։ Այ, ուսամ ձերքով ընկցի։ Ենքան վրիեդնի բաներ ենք առել, բայց ենքան երդանք ենք, որովհետև երբ դու գիտես, որ դու սենց, առնո հետարի բալես են մեքենան կաղու առաջ էլանի։ Դու գիտես, որ քո երեխաները տարիներով նման բաներ չեն ուտում, չիպս, չգիտեմ ինչ։ Կարելի է, տարին մեկ անգամ ուղղակի երջանք անալ։ Չով երջանալ կոլայով։ Չիպսու կոլայով։ Արի, առնո, արի։ Արի, կանենք սայլակը վերադարձնենք։ Գնացինք։ Զգույշ։ Տեսնենք մեր խորովածը պատրաստ է արդեն։ Այստեղ մենց շատ երկար չմնացինք, բայց 20 րոպե երևի անցավ։ Եկանք, բերեցինք մեր խորովածը։ Շատ անուշ հոտ եկավ։ Պամիդոր վարունգ վերցինք, այս մեր իրերն է, սա մարկետի գնումներն էլ կբերեն, այստեղ
եգիպտացորեն էինք բրել տանից, որ խորոված անենք, այսօր մենք ստացվեց խորովածը մի անգամից անել տպեցինք, այս եգիպտացորենը երևի դնենք սառնարանը, մինչև կհասկանանք ինչ է անում, կարելի է խաշել, տեսնենք այստեղ կապսավոր լինի, կարելի է խաշել, կամած, սոսեն քնելա, Կանք ես չիպսեց մի հատ բան ուտենք։ Հեսա հաց ուտենք, հետո ես Սառնարանը բացեք, տենանք ինչ ես նախ դնենք նստել։ սոկերը դրեք, այ սոկերը դրեք, լվացվեք, հիմա հաց ենք արագ դնում, քանի սոսեն քնած է հանգիստ, ոյ ես էլ դնենք սառնարանը, խաղցեք, պետ ես էլ դնում իստեղ, հիմա չէ, լվացվեք հաց ուտենք հետո, ձեր մամաները որ ասում են, ում համար ենք առել, ձեր համար, էլի դուք եք ուտելու, լվացվեք հաց ուտենք, էլի դուք եք ուտելու, հիմա տեսնեմ ինձ ով աղթում, Գնա պապային ասը, թող կա, գնա, Չէ բուրսա։ Էսի խոզիկի միսա, արի ես քեզի էսի տամ, էսի ավելի լավն է։ Բաբնա ես քյաբաբ սիրում Էսի ավելի լավն է։ Բայց հիմա Խոզի միսա էսել է խոզի։ Մենք կանգ ենք առել Ստեփանավանի ալեային շատ մոտ, այսօրվա խորոված ֆեստը հենց ալեայում է ու սենց որոշեցինք քայլելով առաջանալ Գորսուջյանն այս պահին ելույթ ունենում ու մեր տնակից լսվում էր ձայնը մտածեցին կարող ենք սենց կայլասիկով ճանապարհը մի քիչ լավը չի հատել, ու շատ քիչ տեղ ենք քայլելու գնանք համերգի մասնակցենք դրական լիցքեր ստանանք եկեք ես կողմ բալես մեքենայա սուսեն եկեք ես այսպեսի լուք եմ հավաքել ինձ համար ինձ թվում է հետաքրքիր է սենց պլատով ոչ մի անգամ չեմ կապել չգիտեմ կարծում եմ այս շորիկիս հետ թիշորտից հետ սիրուն է նայվում համերգի չհասանք մինչև հասանք արդեն շնորհակալագրեր են բաժանում դրա համար որոշեցինք չգիտեմ արիա Օրնոն ում է սեղոնիկի մոտ կանգնում է դեբիլ բան ուզում Բայց դե մետ ամենաբոցը գիտես որն է որ միշտ այս օրերը չգիտես որդուց առևտրական հայտնվում է չէ եկեղեցի օր կլի ինչի օր կլի իրանք կանեն մեր գյուղի ուխտի օրն է Բայց ինձ ունենք էդ Քայլենք տեսնենք այդ այգի Մենք բաբշե չենք եթում մենք գնում ենք Գնանք տեսնենք այդ քայլի այգին Որ կողմում է այդ կարուսելի այգին Այդ կարուսել չի հայերեն ոնց էր Այսովա Այսում սիրուն աղջիկն է այսում մուկիկն է Երեխեք հազար գործ Ինձ տեսավ Չգիտենք ուր ենք գնում սենց քայլում ենք Համերգի շացանք, բայց փոխարենը եկանք եւ հասանք
Այգի մանկական կարուսելներով պետք չի տեղից մտնես Քժուկա գնացել ես ճաղերի արանքից ա ուզում մտնի Հավես ա Մանգանք մտնենք Բայց են ինչ դանդաղ ա գնում էմին Չէ Թե արագանում ա Սպասում են կարուսելը նստենք ես Ահա ինչ դանդաղ ա Արնո կարաս դու նստես, չես վախի? Դու վախիս։ Դու վախին ես։ Նստել ամրակապվել, սպասում ենք։ Ինչով եկան նկարները, թեքին պղծող։ Մնացին։ Ադանեն դա բլոկ անգեմ, գնացին են։ Ինչ հասկացում։ Այսենց հավես զբաղմունք ենք բերել մեզ հետ։ Երեխեքը պետք է պատրաստեն դինոզավրեր։ Այս ամբողջը չեք օգտագործի, չի այսօր։ Չէ, Շատը։ այսօր երեքը, այսօր հերիքը։ Այստեղ ուղեցույց թերթիկ կա։ Եվ մենք այսպես ավարտեցինք մեր 3 Ուրա երրորդը։ Հենա։ Հեսա։ Հայ։ Եվ մենք ավարտեցինք մեր 3 դինոզավրերին։ Ինչ հավես է։ Էսի դիդադակ։ Երեխեքը շատ հավեսով զբաղվեցին։ Եվ այս թղթով մենք կարող ենք նայել, թե ում ենք հավաքել, ում չէ։ Անուններն էլ կա գրած, թե դու գիտեիք անունները։ Հայս մենք գիտենք։ Այստեղ չկա։ T-Rex։ Շատ հավես։ Երեխեքն են հավեսով Կամ զբաղվեցին։ սաղի անունները հենց հիմա ասան։ Yes sir։ Aber չէ, ոնց մի քանս կան չեմ կա։ T-Rex, Velociraptor, Պատրաստեցի սուրճ քաղցրավենիքներ, բայց հանուն արդարության ասեմ, որ չկարողացանք ընտանեկան միասնական երեկո ունենալ ու խաղեր խաղալ միասին, որովհետև ես էլ ամուսինս էլ օնլայն շատ աշխատանք ունեինք անելու, դրա համար քնացրինք սոսեին, երեխաները որոշեցին պիկնիկ անել խոտերի վրա, վերցրին քաղցրավենիքները աջյալ ու լուսնի աստղերի տակ խոտերի վրա երկար պիկնիկ արեցին, միասին եղբայրներով զրուցեցին, շատ լավ ժամանակ անցկացրին, մենք էլ հեռվում տնակի բացօթյա հատվածում բալկոնում նստած մեր օնլայն աշխատանքն էինք անում ու հետևում իրենց։ Բարի լույս բոլորին, մեզ մոտ նոր օր է բացվել, ես վաղ արթնացել եմ, ուզում էի վայելել այս խաղաղությունը, հետո մի քիչ էստեղ հավաքել,
որ Instagram-ի համար սիրուն ռիլեր նկարենք։ Վայ, այնքան խաղաղ այստեղ, մի քիչ ցրտոտ է։ Ես ինձ հետ բնականաբար վերք չեմ վերցրել։ Այստեղ հարմար բան չբերեցի, որ հենեմ ու հանգիստ ձեր հետ խոսամ։ Գնամ մի հատ սուրճ տնեմ, հետո կգամ միասին հանգիստ կշփվենք, բայց չէ մինչև սուրճ տնելը ամեն դեպքում մի հատ այստեղ արագ կհավաքեմ, մինչև մնացածի արթնանալը սենց մի թեթև թափրտել ենք գիշերը։ Այստեղ ամաններ կային, լվացի, մեր ընթրիքից թողած, խոհանոցի հատվածը կարգի բերել եմ, ամանները լվացել եմ, այստեղ կհավաքեմ հիմա, սենց մնացել եմ, այս հեռուստացույցի հատվածը խոզանոց ենք սարքել, չնայած շատ սիրուն դեկորներ կային այստեղ, մի հատ զայլ կհավաքեմ, այս հատվածը հիմնականում հավաքել եմ, սենց էլի, իսկ դուք որ տեսակն եք հանգստի ժամանակ, սիրում եք մինչև վերջը ֆուլ թափել ու վայելել հանգիստը, թե ամեն դեպքում նաև ինչ-որ բաներ հավաքրտել, դասավորել, ես երկրորդ տեսակն եմ, սյատուկի պետք է մի քիչ հավաքած լինի, որ ավելի հանգիստ լինես, այդպես էլի, գնամ մի հատ պատրաստվեմ, կամ այստեղ հավաքեմ, չհավաքեմ, այստեղ հետո գնամ պատրաստվեմ, մի հատ սուրճ տնեմ, եթե այդ ընթացքում երեխաները արթնացած չլինեն, կգամ արդեն հանգիստ կզրուցենք և ձեզ ցույց կտամ նաև բակի հատվածը։ Ուզում եմ կիսվել իմ տպավորություններով ու կարծիքով, թե ինչու եմ գտնում, որ պետք է նման ընտանեկան ժամանցները ավելի հաճախ կազմակերպվեն։ Առհասարակ ճանապարհ գնալիս դու կողակցից ճանաչում ես այնպես, ինչպես երբևէ չես կարող ճանաչել նրան տանը։ Եվ անգամ քո սեփական երեխաներին, որոնց թվում է, թե գիտես 10 մատիտ պես, ճանապարհ գնալիս բացահայտում ես լրիվ այլ տեսանկյունից։ Նաև նման պահերին է, որ դուք ընտանիքով ունենում եք առավել թեթև, ազատ ու հանգիստ շփում, այնպիսին, ինչպիսին չեք կարող ունենալ տանը, քանի որ օրվա թոհուբոհի մեջ բոլորս լինում ենք շատ խառը, շատ լարված, ամեն մեկս մեր գործով ու հաճախ անգամ ժամանակ չենք ունենում ուղղակի սովորական զրույցներ վարելու։ Էլ չեմ ասում, թե նման ընտանեկան ժամանցները որքան կարևոր են երեխաների դաստիարակության տեսանկյունից, մեծանում են նրանց աշխարհայացքը, աշխարհընկալումը, ավելի շատ բան են տեսնում ու ավելի շատ բան են սովորում։ Հանգիստը համարում ենք ստացված, երբ դուրս գալուց կես ժամից ավել երեխեքին ասում ենք երեխեք գնացինք, բայց երեխեքը այդպես էլ չեն կարողանում հավաքվել եւ այս տարածքից դուրս գալ։ Մի կերպ հանեցինք, գնացինք, մեզ բարի ճանապարհ։